Ժորժան Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ղազախստանում եւ հանդիպել է Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ։ Տոկաևը շատ կարեւոր մեր ատոմակայանի հետ կապված մի հատ հայտարարություն ա արել։ Ասել է, որ հայկական ատոմակայանի Մեծամորի ատոմակայանի փորձը շատ հետաքրքրում է Ղազախստանին եւ ինքը կուզենար, որ ղազախական մասնագետները գային Հայաստան եւ հայ մասնագետներից փորձ ստանային, այսինքն փորձի փոխանակում տեղի ունենար, որտեղ մեր երկրում Մեծամորի ատոմակայանը մեծ փորձ ունի, տարիների փորձ ունի աշխատանքի, եւ վերջերս Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Տոկաևը պայմանավորվել են, որ Ռուսաստանը Ղազախստանում կառուցելու է ատոմակայան։ Հիշեցնեմ, որ Մեծամորի ատոմակայանը աշխատում է ռուսական տեխնոլոգիաներով։ Սա ինչի մասին է խոսում։ Շատ լավ հիշում եմ, որ կան այստեղ շրջանակներ, որոնք բազմիցս հայտարարել են, որ պետք է Մեծամորի ատոմակայանը փակել, բայց Ղազախստանի ղեկավարը իհարկե կարող էր օրինակ ամերիկյան կամ եվրոպական փորձից օգտվել մոդուլային ատոմակայանների կամ առհասարակ ատոմակայանի շահագործման եւ կառուցման, բայց Տոկաևը որոշել է օգտվել ռուսական տեխնոլոգիաներից եւ հենց ռուսական ատոմակայան կառուցել Ղազախստանում։ Ուրեմն մենք մերից հրաժարվում ենք, որոշ շրջանակներ կոչ են անում փակել, օտարները մերը գովում են, հա։ Այսինքն եւս մեկ անգամ սա փաստ է, որ եթե արևմտյան բաները ատոմակայանները լինեին ավելի որակյալ եւ ավելի շահավետ, ապա Ղազախստանը կդիմեր այդ փորձին, բայց հիմա իրենք դիմում են այն փորձին, որը ունի արդեն Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ։ Այ սրանից պետք է հետեւություն անել եւ գնահատել մերը։